Որքան ժամանակ էլ անցնի, հիշեք, մեկ է, ասելու եմ, որ հաղթելու ենք Թուրքին և նրա կովկասյան սորտին։ Կապիտուլյացիայի այս փաստաթուղթը մերժելու առաջին քայլն եմ անում։ Հենց հիմա տաղավարից դուրս եմ գալիս։ Գնում եմ մեր սրբազան գերեզման, որտեղ մեր տղաների արյունը շարունակում է թաց պահել հողը։ Գնում եմ եռաբլուր, որպես ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի վառելու, հանձնվելու այս դրոշը։ Եռագույնը վեր է ամեն ինչ։ Ոչ կապիտուլյացիային։ Խնդիր դրեցինք համախմբել համահայկական գիտամտավոր ներուժը, ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ծառայեցնել ի սպաս հայ ժողովրդի ազգային պետական շահերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, սոցիալական բարօրության և անվտանգային առաջնահերթությունների։ Մեր աշխատանքներում ներգրավեցինք հարյուրավոր պրոֆեսիոնալ մասնագետների Հայաստանից ու Սփյուռքից, միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կրթամշակութային ոլորտներում մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, ցանցային կապերն ու հնարավորությունները մեկտեղեցինք իրականացնելու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր։ Genesis Armenia, սկիզբը Հայաստան, մեր սկիզբն ու ավարտը Հայաստան։ Gen, սկիզբ, Genesis, սկսում ենք հայկական գենը, մտավոր գենը, որը ոչ միայն հայում պիտի ծառայի, այլ Արմենիա, Հայաստանին։ Անվտանգություն։ Արցախի պետական համալսարանում հիմնել ենք ադրբեջանագիտության կենտրոն, ձևավորել ենք մեկ տասնյակից ավելի ադրբեջանագետների մասնագիտական խումբ, որոնք տիրապետում են թշնամու լեզվին, հասկանում են նրա ռազմաքաղաքական նկրտումները և բացահայտում են Ադրբեջանի իրական օրակարգը։ Հայկական երկրորդ հանրապետության կորուստները թվերով, հենց այս նպատակով ստեղծել ենք Արցախի հանրապետության նյութական և ոչ նյութական կորուստների գույքագրման հարցերով աշխատանքային հանձնախումբ։ Արցախի հայկականության ժխտումը և հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրենքի նախագիծ Genesis Armenian դարձել է հայաքվեի գաղափարական գործընկերը։ Քաղաքականություն։ Genesis Armenian 2021-ից հետո ներգրաված է եղել Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային պետական նպատակների իրականացման գործում ընդդիմության նախաձեռնած բոլոր աշխատանքներում, փողոցում, ամբիոնում, թե քննարկումներում, արտաքին քաղաքականությունից ազգային անվտանգություն, սահմանազատում, ժողովրդավարացման գործընթացներ, քաղբանտարկյալների խնդիր, մասնակցել ենք խորհրդարանական լսումների, ներկայացրել մեր հայեցակարգային մոտեցումները։ Մենք մեր համակիրների, մեր մասնակիցների հետ մնում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք մեր վրանն ենք տնկել, հիշերելու ենք այստեղ։ Ամբիոններից փողոցային պայքար, մենք եղել ենք պայքարի բոլոր ճակատներում։ Մինչև վերջին օրը հրապարակում էինք վրանի տակ, պայքարի ու գաղափարի մեր ընկերների կողքին։ Զուգահեռ աշխատել ենք նաև Արցախում, գործակցել ենք հետպատերազմյան Արցախի բոլոր կառավարությունների հետ, անկախ ունեցած գաղափարական ու քաղաքական հակասություններից։ Արցախի դիվանագիտական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում, միջազգային լոբբիստական աշխատանքներում նրանց ներգրավման աշխատանքներ, պետնախարարներ Արտակ Բեգլարյանի և Ռուբեն Վարդանյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, կնքել համաձայնագրեր ու իրականացրել ծրագրեր սոցիալական, տնտեսական, մշակութային ու ռազմավարական ոլորտներում։ Իսկ Արցախի շրջափակման ժամանակ այդ աշխատանքներին զուգահեռ վերցրել ենք հանձնառությունը միջազգային հանրությանը ներկայացնելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը, Ադրբեջանի թշնամական բլոկադան, էթնիկ զտման փորձերն ու մարդու իրավունքների խախտումները։
Genesis Armenian գործի է դրել ամբողջ ներուժը, դիվանագիտական կապերը, մեդիա հնարավորություններն ու քաղաքական կազմակերպական ռեսուրսը։ Մենք գիրանցում էինք մարզերում, փողոցում, եթերում ու ամբիոնների մոտ։ Նաև կանգնած էինք մեր այն հայրենակիցների կողքին, որոնց դեմ իրականացնում էին ապօրինի գործողություններ։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, դրանից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը, իմ եւ իմ գաղափարակից ընկերների հանձնառությունը, մեր քաղաքականապես չպղծված կենսագրությունը, բարոյական ընկալումները, անցած համատեղ ճանապարհը եւ տասնյակ այլ հիմնավոր պատճառներ։ Այսօրվանից հայտ եմ ներկայացնում եւ մտնում քաղաքական իրական գործընթացներ։ Խոսքից գործի, հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, քաղաքագետ Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը հայտարարեց, քաղաքական հայտ է ներկայացնում, ինտենսիվորեն ներգրավվելով բանակցություններում։ Կրթություն Genesis Armenia-ի կրթական ոլորտի մասշտաբային նախագծերից մեկը Խելք դպրոցի հետ եւ Սփյուռքի մեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ վերաինտեգրում կրթության միջոցով 44-օրյա պատերազմի մասնակցած երիտասարդներն ստացել են ՏՏ որակյալ կրթություն։ Դասընթացները սկսել էր սեպտեմբերի կողմերը, տևել է 6 ամիս, ուսումնասիրել ենք ֆրոնտ ծրագրավորում, սկզբից սկսել ենք HTML, CSS-ի, JavaScript, հետո React դասընթացի վերջում ունեցել ենք մեր սեփական պրոյեկտները, որը հնարավորություն է տվել տարբեր տեղեր արդեն ավելի մասնագիտացված որպես ծրագրավորող գործի մտնելու համար։ Պատմություն առարկայի արցախցի ուսուցիչներին վերապատրաստել ենք գիտելիք, փորձ, հետազոտական հմտություններ փոխանցելով Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական պատմության վերաբերյալ։ Լոռու դարպաս գյուղի դպրոցում ստեղծել ենք խելացի դասարան, համալրված նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի եւ Սփյուռքահայ Սևակ Ղարիպյանի ընտանիքի ջանքերով։ Ամքոր Armenia հիմնադրամի հետ գործակցելով Արմավիրի մարզի Շենավան գյուղի միջնակարգ դպրոցում բացել ենք ռազմագիտության դասարան։ Օնտարիոյի հայկական միացյալ մարմնի անդամ Խորեն Մարդոյանի աջակցությամբ Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցում են ստեղծել ենք ինտերակտիվ դասարան։ Մեկ տասնյակից ավելի դասախոսություններ եվրոպական տարբեր քաղաքներում հայության գոյաբանական սպառնալիքների ու դրանց չեզոքացման, Արցախի հարցի միջազգայնացման, Սփյուռքի դերակատարման վերաիմաստավորման ու հայկական պետականության մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղված քայլերի վերաբերյալ։ Տնտեսություն Խնդիր էինք դրել, խրախուսել միջին եւ մեծ բիզնեսին ներդրումներ կատարել Արցախում, ապահովելով աշխատատեղեր։ Ստացվեց, սկսել ենք Արցախի սահմանադրնից, Արիավանից կամ Աղավնոյից, հասանք Ասկերան, Մարտունի, Մարտակերտ ու Ստեփանակերտ։ Բացել ենք կարի ֆաբրիկա, գյուղացուն հողին կապող ծրագրեր, գյուղերի դպրոցներում վերապատրաստման ինտենսիվ կուրսեր են կազմակերպել, տնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների գծով։ Արցախի անկումից հետո էլ հայրենազրկված մեր հայրենակիցների աշխատանքի ու բնակապահովման խնդիրը մնացել է մեր օրակարգում։ Առաջնահերթություն էր մեր հայրենակիցներին ապահովել տաք տանիքով ու ապրոստը հոգալող աշխատանքով։ 1.5 տասնյակ ընտանիքի ձեռք ենք մեկնել, նույնքանի էլ աշխատանքով ապահովել, շնորհիվ մեր նվիրատուների եւ գաղափարակից ընկերների։ Մշակույթ Հետպատերազմյան Արցախում կազմակերպել ենք մշակութային առաջին մեծ փառատոնը Արցախն ապրում է խորագրով։
Genesis Armenian կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործակցաբար իրականացրել է գառնուտաճարի արքունական բաղնիքի 3D մոդելավորման նախագիծը։ Ստեղծել են գառնուտաճարի արքունական բաղնիքի իրական պատկերը ցուցադրող հոլովակ 9 լեզվով։ Գիտամտավոր ներուժ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադրամը 5 տարում հարյուրավոր հոդվածներ ու հետազոտություններ է հրապարակել աշխարհաքաղաքական, տնտեսական, պատմաքաղաքական, կրթամշակութային և անվտանգային թեմաներով։ Genesis Armenian 5 տարվա ընթացքում աշխատել է 10 առանցքային ոլորտներում՝ գյուղատնտեսությունից արդյունաբերություն ու բարձրագույն տեխնոլոգիաներ, արտաքին, քաղաքական ու ազգային անվտանգություն։ Վերանայել ենք ու մշակել հայեցակարգային ծրագրեր, առանցքային ծրագրերի վերաբերյալ մեր ոլորտների պատասխանատուները գրել են ռազմավարություններ։ Արցախ հավաքական տունդարձ Արցախցիները պետք է վերադառնան, տեր կանգնեն իրենց հայրենիքին, ունեցվածքին ու պաշտպանեն այն։ Իսկ պաշտպանությունը մեկ կամ մի քանի հոգով չի կարող լինել, այն պետք է տեղի ունենա հավաքական, միասնական վերադարձով։ Համախմբում է արցախցիները։ Ինչու՞։ Որտեղ այսօր արցախցիները ծրված են ամբողջ Հայաստանի տերիտորիայում, Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, մեր Արցախի պետական օղակները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում լիարժեք գործել եւ օրենսդիր եւ գործադիր եւ դատական մարմինները ինքնիսիկյան տարբեր թևեր, տարբեր ուժեր մտնում են արցախցիների մեջ եւ փորձում են ապակողմորոշել։ Արցախ հավաքական տունդարձը Genesis Armenia-ի առանցքային ու ռազմավարական ծրագիրն է։ Հավաքական վերադարձն անհրաժեշտ է դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն։